բացում եք ու փակում եք։ Սուրեն ջան, չի կարելի բացել, չի կարելի անել։ Սուրեն ջան, հիմա քո ներողվածությունը։ Դա զորով, հա։ Քո ներողվածությունը, այսինքն ոստիկանացիոն լուսանկարի ներվել ես։ Ես ներվում եմ ոչ ոստիկանության, ոչ իրավաչափ գործունեությունից։ Եղբայրին, այն որ Խնդրում եմ ներկայացրեք իրավական հիմքը, ես թողում եմ ոստիկանությունը որ ձեզ խնդրում է, ասում է հարգելիս պատոնը փակեք, մի կողմ գնացեք, սա անվտանգության նկատառումներից ելնելով է եւ մի խոչընդոտեք մեր ծառայության։ Դուք արդեն որպես պարկեշտ եւ օրինապակ քաղաքացի պարտավոր եք ենթարկվելու ոստիկանության պահանջներին։ Եթե ոստիկանությունը ձեզ ասեր կամ դրթեր ձեզ անօրինականության, հնարավոր է դուք եւ առարկեիք դա, բայց ոստիկանությունը ձեզ խնդրում է մի կողմ գնացեք, պատոնը փակեք, թողեք մենք ծառայենք։ Դուք ինչ որ խոչընդոտ եք փորձում ստեղծեք։ Իմաստը կբացատրեք ինձ։ Ու կոնկրետ ոստիկան, որ իրավական նորմա, որ իրավաչափությամբ, որ օրենք եղբայրին, սա ընդհանրապես կապ չունի ոչ այսօրվա գործողության հետ, ոչ ծառայության հետ, ընդամենը, Սուրեն, դուք փորձում եք ինչ-որ կերպ, երևի թե ինքնահաստատվեք, հա? Ճիշտը դա չի, չէ, ոչ, ոստիկանը իր ծառայությունն է տանում և դուք Հայաստանի քաղաքացի հանդիսանում եք, բայց ոստիկանը Հայաստանի Հանրապետության ոստիկանն է, ինչ ես խոչընդոտում իր ծառայությունը։ Նախ դուքով դիմեք, պարոն մայոր, հետո եթե ոստիկանը Եթե միջև այդ մենք շփվում ենք իրար հետ Սուրեն ջան եղբայրին, արդեն ինձ թվում է դուքով տարբերակ, եթե դուքով շփվենք, հարգելի Սուրեն, ձեր անունը քանի որ գիտեմ, խնդրում եմ ձեզ մեր ծառայությունը մի խանգարեք։ Մեր ծառայությունը խանգարելով արդեն իսկ խոչընդոտում եք ամբողջ գործընթացը։ Մենք ենք ձեզ խանգարում, ձեզ խանգարում ենք թունավորվել, սիգարետ ծխել, պատուհանը բացել, ի՞նչ է տալիս է ձեզ։ Վատ եք զգում ձեզ։ Ձեզ ինչ է տալիս։ Չէ, եթե վատ եք զգում, ձեզ հենց հիմա սկորի կանչեմ։ Սուր։ Շտապօգնություն կանչեմ, որ ձեզ օգնություն ցույց տա։ Ազգանուս Հունանյանը։ Պարոն Հունանյան, եթե ոստիկանը ասի նախագահի անվտանգությունից ելնելով գլուխը տուպատի, ես չեմ տա։ Ուրեմն ոչ մի ոստիկան, ոչ մի ոստիկան իրավաչափ պահանջա թե չէ։ Իհարկե ոչ մի ոստիկան պատուանը փակելու իրավաչափությունը ո՞րն է։ Այսինքն պատուան փակելն ու գլուխը տալ պատին համարում եք։ Եթե ձեզ համար նույն բանն է, եթե նույն բանն է ձեզ համար, գերանդ եմ ես կոմար։ Եթե ձեզ համար պատուան բացել է եւ կոնկրետ ոստիկանի ծառայությունը դրա հետ կապված եւ գլուխը պատին տալը նույն բանն է, կներեք, բայց ես ձեր հետ խոսելու բան չեմ, որովհետեւ ի սկզբանե դեմից դուք նորմալ գրագետ օրինավոր քաղաքացու խելացի մարդու տպավորություն եք թողել, բայց ձեր բերած օրինակը խելացի մարդու օրինակ չէ։ Կներ, չէ, մի բացեք պատոնը։ Սուրեն կասը Այսինքն պրինցիպը հա դասել։ Հարգելի քաղաքացի, հարգելի քաղաքացի, Սկզբունք, հա։ Ոստիկանը ասի մի խանգարի ծառայությունը դու խանգարես։ Չէ, ոստիկանը հարգելի քաղաքացի, օրինապաշտ քաղաքացի եք։ Ես քեզ դրանում կհասկացում եմ։ Օրինապաշտ քաղաքացի եք։ Ես չեմ կարող ենթադրեմ ձեզնից հարցնում, ուզում եմ տեղականամ, օրինապաշտ քաղաքացի եք։ չարծը տալիս է։ Ուզում եմ իմանամ, օրինապաշտ քաղաքացի եք։ Ինչ-որ բան եք տեսել, ոչ որ։ Հարցից կարեք պատասխանել։ Չէ, չեմ պատասխան։ Ինչի՞։ Ֆենց, հարգելի չեմ ուզում։ Հարգելի քեզ։ Այսինքն ձեր գործողությունները չեք պատճառաբանում։ Հիմա դուք քաղաքացին ասում Դու ես իմ գործողությունները Ինչ ոստիկանների հետ չեն խոսում, առաջին հերթին։ Երկրորդ հերթին Անվտանգության նկատառումներից են, որ ոստիկան իր ծառայությունը կատարի հիմնավորված, որ ասենք մարդ չի նայելու, ոչ մի վտանգ ստեղից չի սպառնում։ Իսկ մարդը բացեք կապն, անդադ նայեմ իրան ինքը մի բան չանի, դա ճիշտ չի։ Ոնց կանգնած եք, եկել ալու։ Ասում եմ, փակեք իրավական հիմքը չեն ներկայացնում։